Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Բարձր երաժշտությունն այնպես էր թնդում, որ թվում է ոտքերիս տակ հողն է դողում, բայց ինձ իրականում ոչ թե բասերի հարվածը կամ լկտի ծիծաղը ցավեցրեց, այլ հարսիս, փարանձեմի ձայնը։ Առանց են պառավի խորովածն էլ անուշ լինում, կոկորթովդ հանգիստ անցնում ա, ասաց նա, ու նեղսումս կարծես ինչ-որ մեկը լույսի անջատիչը սեղմեց։ Ես Վարդուհի Սամվելյանն եմ, 68 տարեկան։ 35 տարի աշխատել եմ շրջանային ոստիկանությունում, ոչ թե կինոյի պես սիրնաների տակ ընկած, այլ թղթերի, արձանագրությունների ու հարցաքննությունների մեջ։ Այն ամենի, ինչը հետո դառնում է քրեական գործ ու մարդկային ճակատագիր։ Նրանք կարծում են, թե ես փափուկ եմ ու տարիքն իրեն անում է։ Պարզապես մի բան մոռացել են, ես և բանալիներն եմ ամուր պահում, և օրենքը գիտեմ աղոթքի պես։ Այդ շաբաթ առավոտյան տնից շուտ դուրս եկա, ուզում էի գնալ հարևան շրջանի տնկարանը, մի քանի տնկի գնեի ու եթե բախտս բերեր, մի պարկ լավ հող պատշգամբիս ծաղիկների համար։ Բժիշկը 2 օր առաջ ասել էր, որ ճնշումս կարգին է, բայց խնդրեց նյարդերս խնայել, ստրեսներից հեռու մնալ։ Այն ժամանակ նույնիսկ ժպտացի, ինչ ստրես ամառանոցում, որտեղ միայն լռություն է, խնձորենիներ ու իմ ծաղիկները։ Եթե նա իմանար, իմ ամառանոցի անունը ես արդարադատություն էի դրել։ Ծիծաղելի է իհարկե, բայց դա իմ ներքին կատակն էր, աշխատանքային տարիների արձագանքը։ Այդ վայրը պիտի դառնար իմ անդորրը։ Տունը գտնվում է քաղաքից բավական հեռու, հողոց ճանապարհի վրա, որպեսզի չլսեմ ուրիշի պատուհանների աղմուկն ու հարևանների վեճերը, բայց և բավական մոտ, որ կարողանամ իմ ավտոմատ տուփով մեքենայով գնալ-գալ։ Այո, թոշակի անցնելուց հետո ինձ թույլ տվեցի այդ հարմարավետությունը և ոչ մեկից թույլտվություն չհարցրեցի։ Միայն թե այդ շաբաթ մեքենասը սպասարկման կենտրոնում էր, յուղը, արգելակները, մանր-մունր հարցեր։ Դրա համար կենտրոնից տաքսի վերցրի ու խնդրեցի վարորդին մինչև դարպասները ստանել։ Արևը վառում էր, այն կեսօրվա տապը, երբ օդը ասֆալտի վրա դողում է, իսկ փոշին կոկորդդ է չորացնում։ Միայն մի երազանք ունեի՝ հասնել, հանել օրթոպեդիկ կոշիկներս, պարկել պատշգամբի ցանցաճոճին ու սառը մասուրի հյութ խմել։ Տաքսին թեքվեց դեպի խճապատ ճանապարհը։ Փոշու ամպ բարձրացրեց, ու այդտեղ ես տեսա առաջինը՝ դարպասները։ Իմ երկաթյա դարպասները, ծանր շղթայով ու փականով, որը միշտ խղճով եմ փակում, լայն բացված էին։ Ոչ թե ուղղակի կիսաբաց, այլ այնպես կարծես ինչ-որ մեկին էին սպասում, կարծես սա իմ տունը չէր, այլ հասարակական զբոսայգի։ Սիրտս չդողաց։ Ոչ, վախը շռայլություն է նրանց համար, ովքեր կյանքում կեղտ ու լկտիություն չեն տեսել։ Իմ մեջ ուրիշ բան աշխատեց, ազդանշանը, սովորություն, որը չի մեռնում, նույնիսկ եթե վաղուց ծառայության մեջ չես։ Մի 50 մետր էս կողմ կանգնեցրեք, ասացի վարորդին։ Նա նայեց այն կողմ, ուր ես էի նայում, ու դեմքը լարվեց։ Սպասեմ ես տիկին Վարդուհի, հարցրեց նա, ականջ դնելով աղմուկին, որն արդեն այստեղից էլ պարզ լսվում էր։ Գնա որդիս, հանգիստ պատասխանեցի, վճարեցի ու պայուսակս վերցրի, կկարգավորեմ։ Գնացի ցանկապատի երկայնքով։ Հիբիսկուսի թփերը ժամանակին ինքս էի տնկել, դեռ այն տարիներին, երբ Ռուբենը փոքր էր ու նրան թվում էր, թե ես ամենակարող եմ։ Գնում էի լուր, որպիսի խիճը չճռճռա ոտքերիս տակ, ու ինչքան մոտենում էի, այնքան պարզ էր դառնում, այնտեղ իսկական քեֆ ուրախություն է։ Երաժշտությունը գոռում էր, ձայներն արդեն թուլացած էին ու հարբած, այն նույն ծիծաղով, որը միշտ ուրիշի դժբախտությամբ է ավարտվում։ Օդում կրակի ու մսի հոտ էր կանգնած, ու դրան խառնվել էր գիշերային մանուշակի քաղցր բույրը։ Այն տաղավարիս կողքին է աճում, երեկոյան կողմ այնպես է բուրում, որ գլուխդ պտտվում է։ Նայեցի ներս ու կարծես սառը ջուր լցրին վրաս։ Բակում մի 15 հոգի կլինեին, եթե ոչ ավելի։ Մեքենաները կայանված էին ուղիղ իմ սիզամարքի վրա, այն նույն խոտի, որի համար ես այգեբանին փող եմ տալիս, որ գա ու ամեն ինչ կարգի բերի։ Մարդիկ, որոնց կյանքումս չէի տեսել, գարեջրի շշերով շրջում էին, ինչ-որ մեկն արդեն մտել էր իմ լողավազանը։ Լողավազանս մաքուր եմ պահում, լավագույն քլորն եմ առնում, որ մաշկը չվնասի։ Իսկ այստեղ ճղփոց, չիչեր, քաց հետքեր սալիկների վրա, ու մանգալի մոտ տիրոջ պես կանգնած էր Ռուբենը, իմ միակ որդին, 40 տարեկան, ծիծաղում էր, միսը շուռումուռ տալիս, ընկերներին հյուրասիրում, այն նույն տղան, որին ես միայնակ մեծացրի, երբ հայրն անհետացավ, նույնիսկ մի նամակ չթողնելով։ Երբ Ռուբենը դեռ 4 տարեկան էր,
Այն նույն Ռուբենը, որի տան առաջին վճարը ես տվեցի, վճարեցի իրավաբանական կրթության համար, որն այդպես էլ չօգտագործեց, որովհետև ինչ-որ վաճառքի գրասենյակում տեղավորվեց, որտեղ միշտ ոսկե սարեր են խոստանում, բայց իրականում միայն դատարկ խոսքեր են։ Բայց ամենավատը այս պատկերը չէր։ Ամենավատը փառանձեմն էր։ Նա նստել էր իմ սպիտակ պլաստիկի աթոռներին, որոնք ես ավտոտնակում եմ պահում, միայն հյուրերի համար։ Ոտքերը գցել էր քարե պատվանդանին, ձեռքին գավաթը, ինչ-որ շիկահերի հետ էր զրուցում, գլուխը հպարտ պտտում, կարծես այստեղ ամեն ինչ իրենն էր։ Լսի, բա որ գա, ծլվլաց շիկահերը, փորձելով գոռալ երաժշտության տակից, երբ երգը փոխվեց, փառանձեմը ծիծաղեց, ու այդ ծիծաղը մինչև հիմա ականջներումս սնգում է։ Առավոտից բժշկի է գնացել, հետո սովորականի պես իր ծաղիկների հետ կընկնի, որ սկսում է ժամերով չի պրծնում։ Ընդհանրապես նա գիտի, թե մենք հանգստյան օրերին քաղաքից դուրս ենք գնացել։ Ասել եմ իբր Ռուբենի մեքենան փչացել է, որ կիրակի օրը չստիպի գնանք իր մոտ ճաշի։ Շիկահերը քմծիծաղ տվեց։ Դու դաժան ես։ Դաժանը նրան իմ ժամանակի մեջ իմ հերթափոխին հանդուրժելն է։ Ոստիկանությունում ես ինչեր ասես չեմ տեսել։ Փառանձեմը աչքերը տնկեց վերև։ Թող գնա իր բույսերի մեջ փորփրի։ Առանց իրեն իսկական տոն է։ Հենց գալիս է սկսում է։ Էս ինչ փոշի է, էս ինչ քանածուղ վառեցիք, էս ինչ քնջուր ծախսեցիք։ Առանց են պարավի խորովածն էլա անուշ լինում, կոկորթովը հանգիստ անցնում է։ Ես շունչս պահեցի ոչ թե օդի պակասից, այլ որովհետև ինձ այնպես ցավեցրին, ինչպես միայն հարազատներն են կարողանում։ Ես ինչպես ցանկացած մայր մի վարքյան, մի հիմար վարքյան սպասեցի։ Հիմա Ռուբենը կասի, չհամարձակվես նման բան ասել։ Հիմա նա կպաշտպանի ինձ։ Հիմա նա կհիշի, թե ով է իրեն այս ամենը տվել։ Ռուբենը մոտեցավ փայտե տախտակով, լսեց, ժպտաց ու հեշտությամբ, մանկական վախկոտությամբ հաստատեց. Դե հա, մայրս մի քիչ գլուխ տանող է էլի։ Թող իր ծաղիկներով զբաղվի, այսօր այստեղ մենք ենք տերը։ Էլում եմ իս պետք։ Գրծքիս մեջ կարծես ասեղով անցան։ Սիրտս։ Ոչ, դա մաքուր, մերկ վիրավորանք էր, այնպիսին, որ կոկորթդ քերծում է ու խոսքերդ չեն գալիս։ Նստել էի թփերի հետևում, պայուսակիս փոքն այնքան ամուր էի սեղմել, որ մատներիս հոդերը սպիտակել էին, ու աչքերիս առաջ ամեն ինչ պտտվեց։ Թե ոնց էի նրան փորձանքներից հանում, երբ հիմարության պատճառով մեքենայի հետ կապված պատմության մեջ ընկավ, ոնց էի իր պարտքերը փակում, ոնց էի օգնում վերանորոգման հարցում, երբ փառանձեմը դժգոհում էր, թե խոհանոցը փոքր է։ Ես սուրբ չեմ, ես կարգ ու կանոն եմ սիրում։ Ինձ տհաճ է, երբ տան մեջ կեղտ են անում կամ ծխախոտի մնացորդները ծաղիկների մեջ գցում։ Բայց ես ոչ մի անգամ չեմ մերժել նրանց, ոչ տանիքի, ոչ սննդի, ոչ օգնության հարցում։ Ամառանոցի բանալին Ռուբենի մոտ էր ամեն դեպքի համար, այլ ոչ թե նրա համար, որ այստեղ ժամանցի ակումբ սարքեր ու օտար մարդկանց վերեր իմ բակը տրորելու։ Նայում էի, թե ինչպես մի տղամարդ գարեջուրը թափեց քարե սալիկների վրա, որոնք ես անցած շաբաթ էի լվացել, իսկ մեկ ուրիշը ծխախոտի մնացորդը կսմթեց ու գցեց ուղիղ իմ օրխիդեյաների մեջ։ Սա հյուրգալ չէր, սա իմ դեմքին թքել էր ու ձևացնել, թե ոչինչ չի եղել։ Առաջինը եկավ ցավի զգացումը, ինքնախղճահարությունը, սեփական միամտության համար ափսոսանքը, բայց դա արագ չորացավ, կարծես արևի տակ դրած լինեիր։ Դրա տեղը եկավ ուրիշ վարդուհին, ոչ թե մայրը, որն ամեն ինչ ներում է, այլ նա, ով ամբողջ կյանքում տեսել է, թե ոնց են մարդիկ լկտի անում, երբ ամեն ինչ ներվում է նրանց։ Կարող էի հիմա դուրս գալ, գորգորալ, սկանդալ սարքել։ Նրանք կխառնվեին իրար, մեկը կսկսեր արդարանալ, մեկը ինձնից հիստերիկ կսարքեր, Ռուբենը կմլավեր, մամ, դե լավ է, փառանձեմը աչքերը վերև կտներ, ու մի շաբաթ հետո նույնը կկրկնեին, միայն թե ավելի զգույշ։ Ոչ, սկանդալն այն ժամանակ է, երբ լծակներ չունես, իսկ ես լծակներ ունեի։ Ես ունեի սեփականություն, ես ունեի բանալիներ ու ես ունեի օրենքը։ Խորը շունչ քաշեցի, պայուսակը սուղեցի ու կամաց հետ քաշվեցի թփերից այնպես, որ ոչ մի քար չճրճրա։ Գնացի հետ, դեպի դարպասները, ու քայլելիս ներսումս այնպիսի սառը հստակություն էր, որ նույնիսկ ճնշումս երևի կարգավորվեց։ Թող կարծեն, թե պարավը հեռու է ու ոչինչ չի տեսնում։ Հիմա նրանք կիմանան, թե ինչպիսին է տանտիրուհին, երբ նա դադարում է հարմարավետ լինելուց։
Հանգիստ հասա դարպասների մոտ, առանց շտապելու։ Կարծես մոռացված մի իրի հետևից էի վերադարձել։ Արևը գիզում էր, փեղկերի երկաթը տաքացել էր ու փոշու ու մետաղի հոտ էր փչում։ Աղյուսեսյան վրա կախված էր նրանց բերած ինչ-որ կողփեք, փոքրիկ էժանագին, այնպիսին, որ գոմերի վրա են դնում, որ խիղճները հանգիստ լինի։ Իսկ իմ կողփեքը իսկական, ծանր, կոպված երկար կերիկով, պայուսակիս մեջ էր։ Ես այն միշտ հետս էի տանում։ Գուցե կողքից հիմար սովորություն էր թվում, բայց կյանքումս շատ անգամ էր օգնել։ Կանգնեցի, ականջ դրեցի։ Բակի խորքում շարունակում էին թնդալ բարձրախոսները։ Ծիծաղի ալիքները գալիս հասնում էին ինձ։ Ոչ ոք նույնիսկ չմտածեց նայել դարպասների կողմը։ Նրանք վստահ էին, որ ես ինչ-որտեղ հեռվում եմ, զբաղված իմ ծաղիկներով ու ճնշումով, ու այդ վստահությունը նրանց դարձրել էր աղմկոտ, ինչպես առանց մեծերի մնացած երեխաներին։ Պայուսակիցս հանեցի շղթան, որն ամրացված էր սյանը։ Ծանր էր, հաստ, խոշոր օղակներով։ Ինքս էի խնդրել դա դնել, երբ նոր էի գնում այս ամառանոցը։ Այնպես արեք, որ հեշտությամբ չկտրեն։ Այն ժամանակ ինձ թվում էր, թե ուղղակի ապահովագրում եմ, բայց հիմա հասկացա, ես պարզապես կարողանում էի առաջ նայել։ Դարպասի մի փեղկը հրեցի, մյուսը քաշեցի։ Նրանք մեջտեղում հանդիպեցին, ու ես լսեցի մետաղի կարճ խուլ հարվածը։ Իսկ մետաղի ձայնը, այդ երաժշտությունը կուլ տվեց այնպես, կարծես ոչինչ էլ չէր եղել։ Շղթան անցկացրի, ձգեցի, բանալին մտցրի ու կողպեցի։ Կլաց։ Նման ձայնը հնարավոր չէ շփոթել։ Այն բարձր չէր, բայց վերջնական էր, ինչպես արձանագրության վերջակետը։ Այս վայրկյանից սկսած ոչ ոք դուրս չի գա, ոչ մեքենայով, ոչ օդքով։ Եթե շատ ուզենան, գուցե փորձեն ցանկապատի վրայով անցնել, բայց ցանկապատս բարձր է, վերևում ապակու կտորներ, ու այնտեղ զբոսանքի ճանապարհ չէ, այլ լկտիության պատիժ։ Մի վայրկյան կանգնեցի, բանալին մատներիս մեջ սեղմած, ու ճաղերի արանքով նայեցի իմ բակին, որը նրանք օտարի քեֆի վայր էին դարձրել։ Ներսումս ոչ արդյունք կար, ոչ տող, զգացողություն էր, կարծես նորից աշխատանքի մեջ եմ։ Կա փաստ, կա նորինախախտներ, կա գործողությունների կարգ։ Հեռախոսս միանգամից չհանեցի, նախ ստուգեցի, որ պայուսակս փակ լինի, որ բանալին չընկնի։ Հետո նոր հանեցի բջջայինս։ Էկրանը պայծառ փայլեց արևի տակ։ Ես չզանգեցի Ռուբենին, չգրեցի հաղորդագրություն, ընտանեկան խոսակցություն չսարքեցի։ Նման մարդկանց հետ ընտանեկան զրույցներն ավարտվում են նրանով, որ դու ես մեղավոր, որովհետև խնդիրներ ես ստեղծում։ Ես չափից դուրս լավ գիտեի այդ սցենարը։ Ես հավաքեցի 1-0-2։ Մատներս չէին դողում։ Կյանքումս ավելի վատ պահերի եմ համար հավաքել, երբ գիշերները արձանագրություններ էի տպում ու մտածում, թե ոնց եմ ամիսը փակելու։ Ոստիկանություն, ձեզ լսում ենք։ Ձայնը հանգիստ էր, սովորական, առանց էմոցիաների։ Բարի օր, ասացի ես հանգիստ։ Ես Վարդուհի Սամվելյանն եմ։ Ես համառանոցի սեփականատերն եմ։ Սա Սոչիներ այգեգործական ընկերությունն է։ Բեգլարյան փողոց 40-րդ հողակտոր։ Ես հիմա կանգնած եմ դրսում, դարպասների մոտ։ Իմ տարածքում մի խումբ մարդիկ կան, մոտ 15-20 հոգի։ Նրանք ապուրինի ներխուժել են, խմիչք են օգտագործում, բարձր երաժշտություն են միացրել։ Տնօրինում են իմ գույքը, փչացնում են սիզամարքն ու բույսերը։ Ճանաչում եք նրանց, հարցրին անմիջապես, ըստ սխեմայի։ Կարճ դադար տվեցի, որ ամեն բառ իր տեղը նստի։ Նրանց մեջ են որդիս Ռուբենը և նրա կինը Փարանձեմը։ Մնացածը օտարներ են։ Ես միջոցառման թույլտվություն չեմ տվել։ Դարպասները բաց էին, ես դրանք փակել ու կողպել եմ դրսից, որպեսզի մարդիկ չփախչեն մինչև բարեկների գալը։ Ուզում եմ արձանագրել ներխուժումը, հասարակական կարգի խախտումն ու գույքին հասցված վնասը։ Խնդրում եմ բարեկային խումբ ուղարկել։ Դուք ապահով եք, ձայնը մի քիչ ավելի խիստ դարձավ։ Դրսում եմ ծառերի տակ, ասացի ես։ Դարպասների բանալին ինձ մոտ է, չեմ բացի մինչև ոստիկանների գալը։ Ընդունված է, խումբն ուղարկում ենք, սպասեք, եթե իրավիճակը փոխվի, զանգեք։ Անջատեցի ու հեռախոսը դրեցի պայուսակս։ Դրանից հետո նույնիսկ շնչելը հեշտացավ։ Կարծես վերջապես արեցի այն, ինչ պետք էր, այլ ոչ թե այն, ինչ մայրական էր։ Մի կողմ քաշվեցի, դեպի ցանկապատի մոտի մեծ խնձորենին։
Այնտեղ ստվեր կար ու մի քար, որի վրա հարմար էր նստել։ Նստեցի ուղիղ, թիկունքս ծիկ։ Սովորություն ունեմ նույնիսկ երբ հոգնած եմ չթուլանալ, որ ոչ ոք թուլությունս չտեսնի։ Հանեցի ջուրս, մի քանի փոքր ու զգույշ կումարեցի։ Ներսում դեռ գոռում էր երաժշտությունը։ Բասը մուրճի պես խփում էր, ու ինձ հանկարծ ծիծաղելի թվաց, բայց ոչ բարի ծիծաղ էր դա։ Նրանք այնտեղ հիմա պարում են, կարծում են, թե աշխարհը խորովածի շուրջն է պտտվում, թե առանց պարավի ավելի լավ է, ու նույնիսկ չգիտեն, որ դարպասներն արդեն փակ են, ու բանալին ինձ մոտ է։ Մոտ 10 րոպե անց լսեցի, թե ինչպես է հողոտ ճանապարհով շարժիչի ձայն գալիս, հետո երկրորդը։ Փոշին բարձրացավ ճանապարհի վրա, ու դրա մեջ մի պահ փայլեց փարուսիկների լույսը։ Մեքենան մոտեցավ, դանդաղեց ու կանգնեց ուղիղ կողքիս։ Պարեկային մեքենայից դուրս եկավ մի տղամարդ, մոտ 40 տարեկան, հոգնած դեմքով ու ուշադիր աչքերով։ Նրա հետևից դուրս եկավ երիտասարդ զուգընկերը, նիհարակազմ, լարված, կարծես առաջին անգամ լիներ կանչի։ Ավագը նայեց ինձ, հետո դարպասներին, հետո նորից ինձ։ Դուք էիք զանգել, հարցրեց նա։ Ես, պատասխանեցի, Վարդուհի Սամվելյան։ Նա կկկոցեց աչքերը, կարծես փորձում էր հիշել։ Սամվելյան, դուք բաժնում եք աշխատել։ Ես գլխով արեցի, 35 տարի, գործավարությունում։ Նա շունչ քաշեց, ու երևում էր հասկացավ, որ այստեղ երևակայությամբ տարապող տատիկ չէ, այստեղ ամեն ինչ ըստ գործի է։ Լավ, ասաց նա, ես ավագ սերժանտ Մելքոնյանն եմ, ցույց տվեք ինչ է կատարվում։ Ես վեր կացա, առանց շտապելու մոտեցա դարպասներին ու նայեցի կողպեքին, շղթային, ամեն ինչ տեղում էր։ Ես կբացեմ, ասացի, բայց նախ ուզում եմ մի բան անել, որ նրանց ձեռքերը թուլանան, որովհետև երաժշտությունն այնպես է գոռում, որ դուք նրանց հետ նորմալ չեք կարողանա խոսել։ Մելքոնյանը հոնքերը բարձրացրեց։ Ինչ եք ուզում անել։ Ես շրջվեցի դեպի նա։ Ավտոմատների վահանակը դրսում է, հատուկ եմ այդպես արել։ Ընդհանուր անջատիչն այստեղ է։ Հիմա ես կանջատեմ լույսն ու երաժշտությունը, ու այն ժամանակ նրանք վերջապես կլսեն, որ իրենց մոտ ոչ թե դիսկոտեք է, այլ ուրիշի տուն։ Երիտասարդ պարեկը նայեց ինձ հարգանքով, նույնիսկ մի քիչ վախով, ինչպես մի մարդու, ով հաստատ գիտի ինչ է անում։ Ես արդեն մի քայլ արեցի դեպի թփերը, որտեղ թաքցված էր վահանակը, ու այդ պահին պայուսակիս մեջ հեռախոսը կարճ թրթրաց։ Էկրանին հայտնվեց Ռուբեն։ Ես նույնիսկ քայլերս չդանդաղեցրի։ Պարզապես շուրթերիս անկյունով ժպտացի ու առաջ գնացի, որովհետև գիտեի, եթե հիմա պատասխանեմ, նա կսկսի արագ-արագ խղճուկ խոսել, կփորձի ճնշել մայրական զգացմունքներս։ Իսկ ինձ հիմա մի բան էր պետք՝ լռություն։ Բացեցի վահանակի կափարիչը ու մատներս դրեցի գլխավոր ավտոմատի վրա։ Ու այն վայրկյանին, երբ պատրաստվում էի չեթնել բռնակը, բակի ներսից հանկարծ լսվեց փարանձեմի ճիչը, չար, կտրուկ, հարվածի պես։ Ռուբեն, դե թքած ունեցիր իր վրա։ Կարևորը հետո հասցրու կողպեքը փոխել։ Ես կես վայրկյան քարացա։ Թքած ունեցիր, կողպեքը փոխել։ Ու ես հասկացա, նրանք պարզապես քեֆ չեն անում։ Նրանք արդեն ծրագրում են, թե ոնց ինձ կտրեն իմ իսկ տնից։ Այ հիմա սա արդեն վիրավորանքի մասին չէր, սա պատերազմի մասին էր։ Իջեցրի բռնակը, գլաց, ու միանգամից այնպես լռեց, կարծես ամբողջ տարածքը կափարիչով ծածկեցին։ Երաժշտությունը կիսատ մնաց, լողավազանի պոմպը լռեց, նույնիսկ ամառային խոհանոցի սառնարանի այն հավերժական բզոցն ամհետացավ։ Մի վայրկյան լսեցի միայն ծղրիտների ձայնն ու քամին տերևների մեջ, իմ նորմալ ձայները։ Ու հենց այդտեղ կարծես հրամանով բակի ներսում աղմուկ բարձրացավ։ Էй, լույսն անջատվեց, ով է ձեռք տվել վահանակին։ Ռուբեն, դու ես։ Փարանձեմի ձայնը բոլորին ծագեց, լացակումած ու չար։ Էս ինչ ապուշություն է, նոր էինք տեղավորվել։ Ես փակեցի վահանակի կափարիչն ու շրջվեցի դեպի Մելքոնյանը։ Հիմա կարելի է ներս մտնել, ասացի ես, գոնե ձայնդ կլսեն։ Մոտեցա դարպասներին, հանեցի բանալին, շղթան զգուշությամբ վերցի առանց նյարդերի։ Մետաղը զնգաց, բայց քանի որ երաժշտություն չկար, ես լսեցի, թե ինչ բարձր հնչեց դա։ Նույնիսկ ուզեցի հատուկ ավելի բարձր անել, որ ներսում լարվեն, բայց ինձ զսպեցի։ Ավելորդ էմոցիաները ավելորդ սխալներ են։ Դարպասները լայն բացվեցին։ Մելքոնյանն ու երիտասարդ զուգընկերը առաջինը մտան։ Քայլերը խճի վրա հստակ էին հնչում, ինչպես շարահրապարակում։ Ես առաջ չընկա, ընդհակառակը,
Քաշվեցի ավտոտնակի կողային պատիստվերի տակ այնպես, որ տեսնեմ ամեն ինչ, բայց ինձ միանգամից չնկատեն։ Ուզում էի, որ նրանք նախ տեսնեն համազգեստը, այլ ոչ թե մայրիկին կամ պարավին, թող վախենան օրենքից, ոչ թե ընտանեկան տեսարանից։ Բակում իրարանցում սկսվեց։ Մարդիկ շփոթված կանգնած էին, մեկը գարեջրի շշով, մեկը լողավազանით հետո թաց մազերով։ Ինչ-որ մեկը նյարդային սեղմում էր հեռախոսի էկրանը, փորձելով նորից երաժշտություն միացնել։ Մանգալից դեռ ծուք էր գալիս, միսը թշում էր մնացած կրակի վրա։ Մելքոնյանը բարձր, գործնական, առանց գորգորոցի, բայց այնպես, որ բոլորը լսեցին, ասաց. «Ոստիկանություն, բոլորդ մնացեք տեղներումդ, ձեռքերը տեսանելի վայրում, ով է այստեղ ավագը»։ Կարծես կոճակ սեղմած լինեին, ուրախությունը դեմքներից չքացավ։ Օտար ընկերները վայրկյանապես դարձան օտար։ Ինչ-որ մեկը հետ քաշվեց դեպի մեքենաները, մեկը թուքը կուլ տվեց ու քարացավ, դպրոցականի պես տնօրենի մոտ։ Ռուբենը կանգնած էր մանգալի մոտ, հիմար ու գույնզգույն շորտերով, ու փորձում էր վստահ երևալ, բայց աչքերը մատնում էին իրեն։ Նա չէր սպասում իրադարձությունների նման շրջադարձի։ Սա մասնավոր տարածք է, սկսեց նա այն տոնով, որով ժամանակին փորձում էր իրավաբան ձևանալ։ Այստեղ ամեն ինչ նորմալ է, սա ընտանեկան հանդիպում է, ոչ մի խնդիր չկա։ Երիտասարդ պարեկը մի քայլ մոտեցավ ու կարճ ասաց. «Առարկանը ձեռքից բաց թողեք»։ Ռուբենը լսեց, դրեց, կարծես ինքն էր այդպես որոշել, բայց տեսա, թե ինչպես դողաց ձեռքը։ Մելքոնյանը զննեց բակը։ Մեքենաները սիզամարկի վրա, աղբ, թաց հետքեր, միանգամյա օգտագործման սպասքի կույտեր։ Մեզ հաղորդում է եկել ապօրինի ներխուժման, աղմուկի, խմիչքի օգտագործման ու գույքի փչացման մասին, ասաց նա հանգիստ։ Որտեղ է տանտերը։ Փարանձեմը դուրս եկավ խմբի միջից, դեռ փորձելով իրենը պահել, ինչպես որ կարողանում է, կզակը վերև, հայացքը լկտի։ Տանտիրուհին նա գնացել է, արագ ասաց նա, սա ընտանիքի տունն է, մենք այստեղ իրավունք ունենք, ու ընդհանրապես դուք չեք կարող ներս մտնել առանց դատարանի որոշման։ Ես ստվերում քիչ էր մնում քմծի ցախտայի։ Այս խոսքերը հարյուրավոր անգամներ լսել էի այնպիսի մարդկանցից, ովքեր օրինքը միայն սերիալներով գիտեն։ Մելքոնյանը նույնիսկ հոնքը չշարժեց։ Որտեղից վերցրիք թե չենք կարող, հարցրեց նա հանգիստ։ Կա կանչ, կան օրինախախտման հատկանիշներ, հիմա կպարծենք։ Փարանձեմը բռնկվեց։ Մենք ոչ մեկի չենք թալանում, սա ուղղակի խորոված է, դուք ինչ է, ինչ որ վիրավորված պարավի զանգով եք եկել։ Նա դա բարձր ասաց, հատուկ, որ նսեմացնի ինձ, որ շրջապատի մարդիկ լսեն ու փնթփնթան։ Բայց ոչ ոք չփնթփնթաց։ Ընդհակառակը, բակով մի տեսակ սառնություն անցավ։ Մելքոնյանը շրջվեց դեպի Ռուբենը։ Ասում եք, ընտանեկան հանդիպում է։ Ուրեմն տանտիրուհին համաձայնություն տվել է։ Իհարկե, արագ ասաց Ռուբենը։ Սա մորս տունն է։ Հիմա կզանգեմ իրեն, նա կհաստատի։ Զանգեք, գլխով արեց Մելքոնյանը։ Միացրեք բարձրախոսը։ Ռուբենը հանեց հեռախոսը։ Տեսնում էի, ինչպես է նյարդայնանում, ինչպես են մատները սահում էկրանի վրայով։ Ու հենց այդ պահին պայուսակիս մեջ հեռախոսս թրթրաց, համառ ու երկար։ Ռուբենն էր։ Ես չշարժվեցի։ Նույնիսկ ձեռքս պայուսակից չտարա։ Պարզապես կանգնած նայում էի, թե ինչպես է իմ չափահաս որդին փորձում ելք գտնել։ Ու զգում էի, թե ինչպես է ներսումս ամեն ինչ իր տեղը նստում։ Ոչ թե ցավոտ, այլ սառը։ Չի վերցնում, քամեց Ռուբենը մի քանի ազդանշանից հետո։ Երևի ճանապարհին է, կամ դեռ բժիշկի մոտ։ Մելքոնյանը գլխով արեց, կարծես հենց դրան էլ սպասում էր։ Զարմանալի է, ասաց նա ձայնը մի քիչ բարձրացնելով, որ բոլորը լսեն։ Որովհետև հաղորդումը ստացվել է հենց սեփականատիրոջից։ Հենց հիմա նա տեղում է, դրսում, բանալիներով։ Տեսա, թե ինչպես մարդկանց դեմքերը փոխվեցին, ինչպես մեկի պարանոցը ձգվեց, ինչպես փարանձեմը կտրուկ շրջվեց դեպի դարպասները։ Կարծես հոսանքահարված լիներ։ Ինչ, շունչը քաշեց նա։ Ոնց, նա չէ որ… Ռուբենն այնպես գունատվեց, որ նույնիսկ արևայրուքը դեմքին մոխրագույն դարձավ։ Մելքոնյանը առանց ավելորդ թատրոնի պարզապես գլուխը շուրջ տվեց դեպի ինձ ու կարճ հարգալից ասաց. Վարդուհի Սամվելյան, համեցեք խնդրում եմ։ Ես դուրս եկա ստվերից, ոչ շտապելով, ոչ էլ դանդաղելով։ Հենց այնպես, ինչպես դուրս են գալիս մարդիկ, ովքեր չեն պատրաստվում արդարանալ։ Խիչը ոտքերիս տակ ճռճռաց, ու այդ ձայնը, հավատացեք, ավելի բարձր էր, քան նրանց երաժշտությունը։ Ռուբենը նայեց ինձ ու կարծես միանգամից փոքրացավ։ Փարանձեմը բերանը բացեց, բայց բարերը ճանապարհ չգտան։ Իսկ ես կանգնեցի Մելքոնյանի կողքին։ Նայեցի նախ որդուս, հետո հարսիս ու հանգիստ առանց գորգորոցի ասացի. Դե ինչ, առանց պարավի լավ եք քեֆ անում։
Ասացի հանգիստ, բայց ներսումս ամեն ինչ դողում էր ոչ թե վախից, այլ այն բարկությունից, որը երկար ժամանակ պահել էի ներսումս, ինչպես եռացող ջուրը կափալիչի տակ։ Ռուբենը նայում էր ինձ այնպես, կարծես ես եկել էի ոչ թե իմ ամառանոցը, այլ իր մոտ, օտար տարածք։ Փարանձեմը մի քանի անգամ թարթեց աչքերը, կարծես հույս ուներ, որ եթե պարզապես չհավատա տեսածին, ես կչքանամ։ Մելքոնյանը կանգնած էր կողքիս, ձիգ, հավաքված, ու դա միանգամից փոխում էր օդը։ Համազգեստը, ատրճանակի պատյանը, խիստ կեցվածքը, սա կարծես մարդկանց վրայից սրբեց այդ հիմար վստահությունը, թե ոչինչ կպրծնենք։ Վարդուհի Սամվելյան, հարցրեց նա պաշտոնապես, թեև արդեն գիտեր պատասխանը։ Ես եմ, գլխով արեցի։ Ես սեփականատերն եմ, եւ ես այս ամենի թույլտվությունը չեմ տվել։ Փարանձեմը առաջինը թրավ տեղից, ինչպես միշտ։ Դուք ծաղրում եք մեզ, մենք ընտանիք ենք, գոռաց նա, ու ձայնը կտրվեց կամ բարկությունից, կամ վախից։ Սա ներխուժում չէ, սա խորոված է, մենք ուղղակի եկել էինք հանգստանալու։ Ես դանդաղ զննեցի բակը, սիզամարքը անիվների հետքերով, թաց հետքերը քարի վրա, ծխախոտի մնացորդը իմ օրխիդեյաների մեջ, մեքենաները խոտի վրա, օտար դեմքեր իմ լողավազանի մոտ, փարանձեմ, ասացի ցածր, ու այդ ցածր ձայնից նրան ինչ-որ պատճառով ավելի վատ դարձավ։ Ընտանիքը սիզամարքի վրա չի քշում, ինչպես արևտրի կենտրոնի կայանատեղիում։ Ընտանիքը ծխախոտի մնացորդները ծաղիկների մեջ չի գցում, ու ընտանիքը տանդիրուհուն պարավ չի անվանում, քանի դեռ ուտում է նրա միսն ու խմում նրա խմիչքը։ Հյուրերից ոմանք հայացքները թեքեցին, մեկը հազաց ու ձևացրեց, թե շտապ պետք է հեռախոսին նայի։ Տեսնում էի, թե ինչպես է մարդկանց վրայից իջնում այդ լկտիությունը, ու մնում է մի պարզ միտք. մեզ հիմա կձևակերպեն։ Ռուբենը շարժվեց դեպի ինձ, փորձեց տոնը փոխել։ Որդին խոսում է մոր հետ։ Մամ, էս ինչ ես անում, սկսեց նա խրպոտ շպիտով։ Դե հա, հավաքվել ենք, դե աղմկոտ է, բայց կարող էիր պարզապես զանգել, ինչու ես ոստիկանություն կանչել, մեզ խայտարակ ես անում, խայտարակ եմ անում, վրա բերեցի ես, ու նույնիսկ ձայնս չբարձրացրի։ Ռուբեն, խայտարակությունն այն է, երբ 40 տարեկան տղամարդը մորը սուտում է, թե մեքենան փչացել է։ Որ ճաշի չգա, իսկ հետո նրա ամառանոցն է բերում մի հորդամ մարդ ու այստեղ քեֆ սարքում, կարծես այդպես էլ պիտի լինի։ Խայտարակությունն այն է, երբ դու լսում ես, թե ոնց են մորթ վիրավորում, ու ժպտում ես։ Նա բերանը բացեց, բայց խոսք չգտավ։ Փարանձեմը նորից առաջ նետվեց, արդեն հիստերիկայի մեջ, այն մատով, որն այդքան սիրում է մարդկանց դեմքին տնկել։ Այո, որովհետև դուք անտանելի եք, պորտկաց նա, միշտ վերահսկում եք, միշտ ձեր ասածով պիտի լինի, մենք ուզում էինք նորմալ հանգստանալ։ Նորմալ։ Մելքոնյանի երիտասարդ զուգընկերը մի քայլ մոտեցավ ու կարճ ասաց. «Քաղաքացի, հեռավորություն պահպանեք»։ Փարանձեմը քարացավ։ Կարծես միայն հիմա հասկացավ, որ սա խոհանոցային վեճ չէ, որտեղ կարելի է ինչքան ուզես գոռալ։ Մելքոնյանը նայեց ինձ. «Ցանկանում եք հաղորդում գրել»։ «Ցանկանում եմ», պատասխանեցի։ «Ուզում եմ, որ այստեղ բոլորի ինքնությունը պարզվի։ Ովքեր են սրանք, ինչպես են մտել տարածք, ով է փչացրել գույքը, ու այո, ինձ պետք է փոխհատուցում սիզամարգի ու այն ամենի համար, ինչ այստեղ արել են»։ Վարդուհի Սամվելյան, հարցրեց նա, դուք թույլ տվել էիք ձեր որդուն օգտվել ամառանոցից։ Ես նրան բանալի էի տվել ծայրահեղ դեպքերի համար, ասացի հստակ, ոչ թե առանց ինձ տոն կազմակերպելու համար, եւ ոչ էլ նրա համար, որ հետո հասցնի կողպեքը փոխել։ Իդեպ դա հենց նոր լսեցի։ Փարանձեմը կտրուկ շրջվեց դեպի Ռուբենը, ու հայացքի մեջ գրված էր. ես քեզ ասում էի լռիր։ Ռուբենը գունատվեց, բայց փորձեց արդարանալ։ Մամ, դա նա այդպես էմոցիաների տակ ասաց, ոչ ոք չէր պատրաստվում կողպեքը փոխել։ Ուրեմն դու չէիր պատրաստվում, ասացի ես, իսկ նա պատրաստվում էր, ու դա շատ բան է ասում։ Մելքոնյանը հոգոց հանեց նոթատետրը։ Շատ լավ, ուրեմն գործում ենք ըստ ընթացակարգի, բոլորդ մնացեք տեղներումդ, ինքնության պարզում, տարածքի զննություն։ Այստեղ սկսվեց իսկական խուճապը, ոչ թե բարձրագոճ, այլ կպչուն։ Մարդիկ սկսեցին շարժվել, մեկը ձեռքը տարավ մեքենայի բանալիներին, մեկը սկսեց փսփսել, արի թռնենք։ Բայց դարպասներն արդեն տեսադաշտում էին, ու այնտեղ ես էի կանգնած, ու բանալին ինձ մոտ էր։ Ոչ մի տեղ էլ չեք գնա, ասացի ավելի բարձր, որ բոլորը լսեն։ Դարպասները փակ են։ Հիմա ամեն մեկ կասեք ձեր անուն ազգանունը, ցույց կտաք փաստաթղթերը։ Ու եթե ձեզնից մեկը կարծում է, թե սա ուղղակի խորոված է,
թող հիշի, որ ուղակի խորովածը չի սկսվում ուրիշի դարպասներից ու ուրիշի բանալիներից։ «Էս ինչ եք ձեզ թույլ տալիս», ճղճղաց Փարանձեմը։ «Մեզ հանցագործի պես եք շարում»։ Շրջվեցի դեպի նա, ու ինձ մոտ ստացվեց չոր առանց ուրախության ժպտալ։ «Փարանձեմ, դուք ինքներդ ընտրեցիք այս ձևաչափը։ Դուք ինձ հյուր չեք եկել, դուք առանց ինձ մտել եք իմ տունը։ Ու քանի դեղ դուք այստեղ եք, իմ հողի վրա, ինձ թույլտվություն պետք չէ իմը պաշտպանելու համար»։ Ռուբենը մի քայլ արեց, կարծես ուզում էր մոտենալ, բայց երիտասարդ պարեկը նորից նրան կանգնեցրեց, ձեռքը կրծքին դնելով։ «Կանգնեք առանց կտրուկ շարժումների», ասաց նա։ Ռուբենը թուքը կուլ տվեց ու հետ քաշվեց։ Ու դա, ճիշտն ասած, ամենադառն էր։ Որդիս, ում ես պաշտպանում էի կյանքից, հիմա առաջին անգամ զգաց, որ կյանքը կարող է իրեն պաշտպանությունից զրկել։ Մելքոնյանը սկսեց հերթով. փաստաթղթեր, անուն, ազգանուն, հայրանուն, հաշվառման հասցե։ Մեկը տնքում էր, մեկը արդարանում, մեկը ձևացնում, թե պատահական է այստեղ հայտնվել։ Ես լռում էի, չէի ընդհատում։ Ես նայում ու հիշում էի դեմքերը, ձայները, ով որտեղ էր կանգնած, ով ինչ էր պահում ձեռքին, ով էր փորձում թաքնվել ուրիշի մեջքի հետևում։ Փարանձեմը նյարդային պտտվում էր, ինչպես բաղնիքում փակված կատուն, ու անընդհատ հայացքներ էր նետում իմ կողմը, մերթ ատելությամբ լի, մերթ վախեցած։ Ռուբենը քրտնել էր ու փորձում էր պատշաճ տեսք ունենալ, բայց նման էր մի մարդու, ում ոտքերի տակից գորգը քաշել են։ Երբ հերթը հասավ Փարանձեմի մի քանի ընկերներին, երևաց, որ նրանք արդեն ամաչում են։ Ոչ թե նրա համար, որ ուրիշի տուն են ներխուժել, այլ որովհետև նրանց բռնել են։ Դրանք տարբեր բաներ են, բայց ինձ համար դա էլ էր բավական, առաջին անգամվա համար։ Մելքոնյանը շարունակեց շրջել բակով, զննելով ինչն ինչոց է։ Երիտասարդ զուգընկերը կողքին էր, հսկում էր, որ ոչ ոք դեպի դարպասները չփախչի։ Ու այդտեղ աչքս ընկավ ամառային խոհանոցի սեղանին։ Սեղանին շշեր էին, բաժակներ, տարաներ։ Այս ամենը ես արդեն տեսել էի, բայց հիմա, Երբ աղմուկն անջատվել էր ու մարդիկ էլ չէին վխտում ինչպես ակումբում, դետալներն ավելի հստակ դարձան։ Հենց կենտրոնում էներգետիկ ըմպելիքի ու ինչ-որ էժանող ու արանքում կանգնած էր մուկ ապակիով մի շիշ, ոսկեգույն պիտակով։ Ես այն ճանաչում էի, ինչպես սեփական անունս։ Զգացի, թե ինչպես ներսումս սառը հարված ստացա։ Դա այն նույն վիսկին էր, որն ինձ թոշակի անցնելիս էին նվիրել, թանկարժեք, հնեցված։ Ես այն պահում էի հատուկ առիթի համար։ Այն դրված էր պահարանի խորքում, մթերանոցում, ձեթի տարաների հետևում ու կնքված էր։ Ես հաստատ գիտեի, առավոտյան այն փակ էր, իսկ հիմա շիշը բացված էր ու խցանը տեղում չէր։ Դանդաղ մոտեցա, վերցրի ձեռքս։ Ապակին կպչուն էր ու շշի բերանից ոչ թե տոնի հոտ էր գալիս, այլ ուրիշի մատների։ Շրջվեցի դեպի Ռուբենը։ Նա տեսավ շիշը ու միանգամից ամեն ինչ հասկացավ։ Դեմքը մեղավոր դարձավ, ինչպես այն երեխային է, ով կոնֆետ է գողացել ու հույս ունի, թե չեն նկատի։ «Մամ», սկսեց նա ու ձայնը դողաց։ «Մենք ուղակի, բայց ինձ խմիչքը հերիքեց, իսկ այստեղ ես թույլ չտվեցի նրան ավարտել»։ «Ռուբեն», ասացի հանգիստ, ու այդ պահին ներսումս արդեն ոչ մայր կար, ոչ խղճահարություն, ոչ էլ փակելու սովորություն։ Սա խմիչք չէ, սա նվեր է, ու այն դրված էր փակ պահարանում։ Նա աչքերը թեքեց։ «Դու մտել ես մթերանոց, դու գիտեիր որտեղ է բանալին», շարունակեցի ես, ու ինքս զարմացա, թե որքան հանգիստ է ստացվում։ Ուրեմն սա արդեն վերցրինք ու մոռացանք չէ, սա գողություն է, վստահության չարաշահմամբ։ Ռուբենը գլուխը բարձրացրեց, կարծես ուզում էր արերկել, բայց բառերը նորից ճանապարհ չգտան։ Իսկ Փարանձեմը, որ մի կողմում կանգնած էր, հանկարծ կտրուկ ուղղվեց ու ասաց չափից դուրս բարձր, չափից դուրս չար, կարծես որոշել էր առաջինը հարվածել։ «Դե հերիք է, դա ընդամենը մի շիշ է, դուք ինչ է իրոք հիմա ուզում եք որդուն բանտ նստեցնել»։ Ու հենց այդ վայրկյանին ես մի միտք որսացի։ Եթե Փարանձեմն այդպես գոռում է մի շիշի համար, ուրեմն տան մեջ նրանք միայն շիշը չեն վերցրել։ Նայեցի մթերանոցի դրանը ու գնացի այնտեղ։ Մոտեցա դրանը ու մի վայրկյան կանգ առա, ականջ դրեցի։ Տան մեջ ավելի սով էր, փայտի, հողի ու իմ կոմպոտների հոտներ գալիս, որոնք անցած ամառ էի փակել։ Երբ ձեռքերս դեռ այդքան չէին ցավում եղանակից։ Այդ մթերանոցը ինձ մոտ միշտ փակ է, ոչ թե որովհետև այնտեղ ոսկի կա, այլ որովհետև այնտեղ իմն է, գործիքներ, լողավազանի քիմիական նյութեր, փաստաթղթեր, պահեստային բանալիներ
ու այն ամենը, ինչը ուրիշի ձեռքում փորձանք է դառնում։ Դուռը կողպած քեր։ Միանգամից չհասկացա, պարզապես ձեռքս ինքնաբերաբար գնաց դեպի բռնակը ու այն հեշտությամբ բացվեց։ Փորիս մեջ միանգամից դատարկություն ու սառնություն զգացի։ Ներսում թափթփված էր։ Ոչ թե կենցաղային թափթփվածություն, երբ իրը տեղում չես դրել, այլ օտարի հետքեր։ Գզրոցները դուրս քաշված, տուփերը շարժված, դարակի վրա տարաները ծուր են դրված, կարծես վազքի մեջ են վերցրել։ Աթորակի վրա ընկած էր պահեստային բանալիների սկապոցը։ Ոչ ամբողջը, այլ կարծես մեկը ընտրել էր իրեն պետք եղածը, իսկ մնացածը թողել աչքակապության համար։ Առաջ գնացի դեպի պահարանը, որտեղ փաստաթղթերից պլաստիկե թղթապանակն էր։ Ես դրան կյանքի թղթապանակ եմ ասում, որովհետև այնտեղ ամեն ինչ կա՝ վկայականներ, թղթեր, ամառանոցի պայմանագրերը, անդորագրեր, լիազորագրեր։ Ու այն նույն գլխավոր լիազորագիրը, որը ես ժամանակին ձևակերպել էի Ռուբենի անունով, որ նա կարողանա մանր-մունր հարցեր լուծել, եթե ինձ հետ Աստված չանի մի բան պատահի։ Թղթապանակն իր տեղում չէր։ Այն միշտ աջ կողմում է խորքում, այգեպանի ձեռնոցների տուփի հետևում։ Հիմա ձեռնոցները հանված ու վրայից գցված էին, իսկ թղթապանակը չկար։ Լուր կանգնեցի մի վայրկյան, որ հիմարություն չանեմ։ Սիրտս հանգիստ էր խփում, բայց ներսումս այնպիսի բարկություն էր բարձրանում, որ ուզում էի մի ծանր բան վերցնել ու պարզապես ոչ թե գոռալ կամ խփել։ Ուզում էի վերջակետը ճիշտ դնել։ Բացեցի մյուս գծրոցը, այնտեղ, որտեղ տեխնիկայի ու տան թղթերի ծրարներն էին։ Այնտեղ նույնպես դատարկ էր։ Ոչ ամբողջությամբ, բայց հենց այն հատվածը, որտեղ պատճեններն ու բնօրինակներն էին։ Ինչ որ մեկը հաստատ գիտեր ինչ է փնտրում։ Դրսից ձայներ լսվեցին, Մելքոնյանը ինչ որ բան էր հարցնում, մարդիկ կծկտուր պատասխանում էին, փառանձեմը բարձր տոնով վիճում էր։ Ես ծածկեցի մթերանոցի դուռն ու դուրս եկա բակ, արդեն լրիվ ուրիշ մարդ, ոչ վիրավորված, ոչ շփոթված, այլ հավաքված։ Մելքոնյանը կանգնած էր ամառային խոհանոցի մոտ։ Զուգընկերը հայացքով հսկում էր խմբին, որ ոչ ոք չթռնի։ Ռուբենը նյարդային տրորում էր գրպանը, կարծես այնտեղ կարող էր խնդրի լուծում հայտնվել։ Փարանձեմը պտտվում էր ու ֆշշացնում, ինչպես եռացող թեյնիկը։ Մոտեցա Մելքոնյանին ու ասացի ցածր, բայց այնպես, որ նա հասկանա, սա կարևոր է։ Ավագ սերժանտ, նյութերին ավելացրեք։ Մթերանոցը բացվել է, պահարանները տակն ու վրա են արված։ Փաստաթղթերի թղթապանակը չկա, ու վիսկին միայն այն է, ինչ ես դրսում տեսա։ Մելքոնյանը միանգամից լրջացավ։ Վստահ եք, որ հենց թղթապանակն է կորել։ Գուցե տեղը փոխել եք։ Ես նայեցի նրան այնպես, ինչպես նայում են մարդիկ, ովքեր 40 տարի գիտեն, թե իրենց ամեն մի թուղթը որտեղ է դրված։ Ես փաստաթղթերի տեղը չեմ փոխում, ասացի ես։ Եթե թղթապանակը չկա, ուրեմն չկա։ Փարանձեմը տեղից թռավ։ Էդ ինչ եք դուրս տալիս, ինչ թղթապանակ։ Ուղղակի հորինում եք, որ մեզ խեղդեք։ Ես շրջվեցի դեպի նա ու հանգիստ հարցրի. Փարանձեմ, դուք մթերանոց մտել եք։ Նա նույնիսկ շնչահեղձ եղավ վրթողմունքից։ Ես ուրիշ գործ չունեմ, ձեր բանկաների մեջ կչփորեմ։ Ռուբենը ցնցվեց, ու դա ինձ բավական էր։ Հայացքս տեղափոխեցի նրա վրա։ Ռուբեն։ Նա փորձեց խղճուկ շպտալ։ Մամ, դե ես ինչ ես անում։ Ոչ ոք ոչինչ չի գողացել։ Այնտեղ ուղակի աղբի տոպրակ էինք ման գալիս։ Աղբի տոպրակը լիազորագրերի պահարանում են փնտրում, ընդհատեցի ես։ Նա աչքերը թեքեց։ Ես տեսնում էի, նա հասկանում է, որ դուրս է եկել այն, ինչ չպիտի դուրս գար։ Մելքոնյանը մի քայլ մոտեցավ Ռուբենին։ Քաղաքացի, պարզաբանեք, բանալիները որտեղից եք վերցրել, եւ ով է տուն մտել։ Ռուբենը թուքը կուլ տվեց։ Դե բանալին ինձ մոտ կա, մրթմրթաց նա։ Մայրս էր տվել։ Ես տվել էի դարպասի ու տան բանալին, ասացի ես, բայց թղթապանակը չէի տվել։ Ու եթե դուք, Ռուբեն, գոնե մեկ անգամ առանց իմ գիտության այնտեղ եք մտել, ապա պետք է բացատրեք ինչու։ Փարանձեմը կտրուկ միջամտեց, փորձելով հարվածն իր վրա վերցնել, ու միաժամանակ մեղքը ինձ վրա գցել։ Որովհետև դուք ամեն ինչ գաղտնի եք պահում։ Ձեզ մոտ անընդհատ ինչ-որ թղթեր են, թղթապանակներ, կողպեքներ։ Մենք ուղղակի ուզում էինք հանգստանալ, իսկ դուք նորից ողբերգություն եք սարքում։ Ես ոչ թե ողբերգություն եմ սարքում, պատասխանեցի ես, այլ կարգ ու կանոն։
Մելքոնյանը գլխով արեց զուգընկերոջը։ Շարունակում ենք ինքնության պարզումը։ Հետո կանցնենք տնով, կֆիքսենք ամեն ինչ։ Փարանձեմը նորից ցնցվեց, բայց արդեն առանց նախքին լկտիության։ Նա հասկացավ, որ ոստիկանությունը հիմա ոչ թե վախեցնելու միջոց է, այլ իրականություն։ Քանի դեռ զուգընկերը գրում էր հերթական հյուրի տվյալները, ես կողքի հայացքով տեսա, թե ինչպես Փարանձեմը կռացավ Ռուբենի կողմը ու ֆշշացրեց նրա ականջին. «Չէ որ հավաքել ես, ասա որ հավաքել ես»։ Ռուբենն ավելի գունատվեց։ Ես չմոտեցա ու տեսարան չսարքեցի։ Պարզապես կանգնած նայում էի, թե ինչպես է որդիս տատանվում, ինչպես են շուրթերը դողում, ինչպես է հայացքով ելք փնտրում, որն արդեն չկա։ Հետո Փարանձեմը արագ շարժումով ուղեց պայուսակը ու կայծակաճառման դիտակից մի վայրկյան երևաց ինձ ծանոթ պլաստիկե կազմի անկյունը, թափանցիկ, եզրին կապույտ շերտով։ Իմն էր։ Ամեն ինչ հասկացա առանց բառերի։ Ու այդ պահին ներսումս վերջնականապես ինչ-որ բան կտրվեց։ Սա արդեն ոչ խորովածի մասին էր, ոչ էլ լկտիության։ Սա այն մասին էր, որ նրանք մտել էին իմ կյանքի մեջ ձեռքերով, ինչպես ուրիշի քսակի մեջ։ Քայլ արեցի դեպի Փարանձեմը, իսկ նա կարծես գալով, որ ես տեսել եմ, կտրուկ շրջվեց ու գնաց դեպի տունը, պայուսակը սեղմելով կողքին, կարծես ոչ թե փաստաթղթեր էր տանում, այլ փրկողակ։ Ու ես հանկարծ հստակ հասկացա, եթե հիմա նրան չկանգնեցնեմ, 1 ժամից այդ թղթապանակը գուցե այլևս ոչ մի տեղ չլինի։ Փարանձեմ, կանգնիր, ասացի առանց գոռալու։ Նա նույնիսկ հետ չնայեց, միայն ուսերը շարժեց ու ատամների արանքից քամեց։ Հանգիստ թողեք ինձ, զուգարան եմ գնում։ Իմ թղթապանակով ես զուգարան գնում, պատասխանեցի հանգիստ, մարդկանց մի ծիծաղեցրու։ Մելքոնյանը լսեց ու գլուխը շուրջ տվեց։ Քաղաքացի, կանգնեք, ասաց նա արդեն պաշտոնական տոնով։ Փարանձեմը մի վայրկյան քարացավ, հետո կտրուկ շրջվեց։ Աչքերը չար էին, թաց, բայց ոչ թե ամոթից, այլ այն բանից, որ իրեն բռնացրել են։ Սա իմ հեռախոսն է, իմ իրերը, դուք իրավունք չունեք։ Մոտեցա այնքան, որ ձայնս լսելի լինի, բայց այնպես, որ այլևս հնարավոր չլինի ձևացնել, թե սխալվել եմ։ Ձեր պայուսակում իմ փաստաթղթերի թղթապանակն է, ասացի ես։ Ես այն տեսա։ Ու եթե հիմա փորձեք տուն մտնել ու պատահաբար այնտեղ մոռանալ այդ թղթապանակը, ես դա կձևակերպեմ որպես փաստաթղթերի հափշտակում եւ ապօրինի ներխուժում։ Փարանձեմը ճղճղաց։ Այդ ո՞ր թղթապանակը։ Դուք միշտ ամեն ինչ չափազանցնում եք։ Դուք արդեն ծերեք։ Դուք արդեն նա չավարտեց, որովհետև Մելքոնյանը ձեռքը բարձրացրեց։ Բավական է։ Բացեք պայուսակը եւ ցույց տվեք պարունակությունը։ Կամավոր։ Փարանձեմը նայեց Ռուբենին։ Ու այդ հայացքի մեջ նա դրեց ամեն ինչ։ Փրկիր ինձ, պաշտպանիր։ Ռուբենը կանգնած էր գունատ, օտար գարեջրի հետ քշուրթային ու չէր շարժվում։ Նա նույնիսկ չհասկացավ, որ հենց հիմա որոշվում է իր կյանքը, այլ ոչ թե խորովածի հարցը։ Ռուբեն, ասա իրենց, ֆշացրեց Փարանձենը։ Ասա։ Ռուբենը փորձեց ինչ-որ բան քամել։ Մամ, դե գուցե դա այն չէ։ Ռուբեն, լռիր, ասացի ես։ Դա հիմա քեզ համար ամենաշահավետն է։ Փարանձեմը սեղմեց ատամները, պայուսակը կտրուկ բացեց, կարծես դեմքից շպրտեր։ Ու այնտեղ էր, իմ թափանցիկ թղթաբանակը կապույտ շերտով, ճմրթված ինչպես լաթի կտոր։ Թղթաբանակը վերցրի այնպիսի զգուշությամբ, ինչպես ճանապարհից վերցնում են ուրիշի երեխային։ Ու միանգամից զգացի, որ ներսում ամեն ինչ այնպես չէ, ինչպես պիտի լիներ։ Այն թեթևացել էր։ Բացեցի բոլորի աչքի առաջ։ Թերթերը խառնված էին։ Անձնագրի պատճեններ, թղթեր, ամառանոցի պայմանագրեր, ապահովագրություն, անդորագրեր։ Բայց ահա մի գրպանը դատարկ էր։ Այնտեղ լիազորագիրն էր։ Հենց այն մեկը, Ռուբենի անունով։ Հայացքս բարձրացրի որդուս վրա։ Որտեղ է այն, հարցրի ցածր։ Ռուբենը չպատասխանեց։ Նա նայում էր գետնին։ Փարանձեմը, հասկանալով, որ ես ամեն ինչ հասկացել եմ, սկսեց արագ խոսել, չափից դուրս արագ, ինչպես խեղդվող մարդիկ, ովքեր օդ են որսում։ Դե ով է դրան ձեռք տվել։ Դուք ինքներդ չեք հիշում ուր եք դրել։ Ճնշում ունեք, տարիք ունեք։ Ամեն ինչ խառնում եք։ Դու հիմա ոչ թե տարիքի մասին ես խոսում, Փարանձեմ, ընդհատեցի ես։ Դու հիմա քեզ համար ալիբի ես սարքում։ Մելքոնյանը նշում արեց նոթատետրում ու հանգիստ հարցրեց. Վարդուհի Սամվելյան, դուք հայտնում եք կոնկրետ փաստաթղթի կորստի մասին։ Այո, պատասխանեցի ես։ Լիազորագիրը։
Ու նաև մթերանոցի պահեստային բանալիների կապոցն է շարժված։ Ես դա էլ տեսա։ Թող ֆիքսեն։ Փարանգեմը կտրուկ շրջվեց դեպի Մելքոնյանը։ Սրանց ընտանեկան հաշիվներ են։ Դուք ինչու եք միջամտում։ Նա մեզ ատում է։ Մելքոնյանը նայեց նրան հոգնած, առանց բարկության, բայց այնպես, որ նրա ձայնը կտրվեց։ Մենք միջամտում ենք, որովհետև կա կանչ և օրինախախտման հատկանիշներ, հետո կորոշի հետաքննությունը։ Հիմա բոլորը մնում են տեղներում, ու այստեղ հյուրերի վրա վերջնականապես նստեց իրականությունը։ Նրանք դադարեցին ուրախ ձևանալ ու սկսեցին մտածել, թե ոնց պրծնեն նվազագույն կորուստներով։ Մենք ընդհանրապես կապ չունենք, ձայն տվեց մեկը հետևից։ Մեզ կանչել են, ասել են ամառանոցն իրենցն է, մենք էլ կարծում ենք ամեն ինչ համաձայնեցված է, ծլվլած այն շիկահերը, արդեն առանց ծիծաղի։ Մելքոնյանը կարճ գլխով արեց զուգընկերոջը, հերթով ստուգելու, փաստաթղթեր, անուն, ազգանուն, հասցե։ Ոչ ոք չի հեռանում։ Ես կանգնած էի կողքին ու լռում էի, արդեն հասկացել էի գլխավորը։ Սա տարին մեկ անգամվա հավաքույթ չէր, սա համակարգ էր։ Նրանք վստահ էին, որ կարող են մտնել ուր ուզեն, որովհետև ես լռում եմ ու հանդուրժում։ Քանի դեռ զուգընկերը գրում էր տվյալները, ես մոտեցա ամառային խոհանոցին, նստեցի նստարանի եզրին ու նորից բացեցի թղթապանակը, ավելի հանգիստ, ավելի ուշադիր, ջանասիրաբար թերթ առ թերթ։ Ու որքան առաջ էի գնում, այնքան պարզ էր դառնում։ Ինչ որ մեկը քչփորել էր ոչ թե աղբի տոպրակ գտնելու համար, ինչ որ մեկը փնտրում էր, թե ինչ կարելի է օգտագործել իմ դեմ։ Մի գրպանում չկար իմ բժշկական եզրակացության պատճենը, որը վերջերս էի դրել այնտեղ ամեն դեպքի համար։ Ես հստակ հիշում էի, այն կար, իսկ հիմա չկա։ Գլուխս բարձրացրի, փարանձեմը կանգնած էր մի կողմում, հեռախոսը սեղմած, ու նայում էր ինձ այնպես, կարծես նրա գլխում արդեն պլան էր պտտվում, ոչ թե ինչպես ներողություն խնդրել, այլ ինչպես ճնշել։ Ռուբենը մոտեցավ կամաց, արդեն առանց պոնտերի։ Մամ, արի ուղակի, դե բաց թող մարդկանց, նրանք մեղք չունեն, մենք հետո կխոսենք։ Նայեցի նրան։ Մենք կխոսենք, Ռուբեն, անպայման, բայց ոչ այնպես, ինչպես դու ես սովոր։ Մելքոնյանը վերջացրեց վերջին անձնագրի հետ, մոտեցավ ինձ։ Վարդուհի Սամվելյան, ուզում եք բոլորին տանենք բաժին պարզաբանման համար։ Ես զննեցի բակը։ Հարբած դեմքեր, մեքենաները սիզամարքի վրա, ու այն գիտակցումը, որ եթե հիմա սկսվի բաժին տանելը, վաղը ես կլինեմ այն պարավը, որը որդուն բանտ նստեցրեց իրենց խոսակցություններում, իսկ նրանք նորից կպրծնեն։ Ինձ ներկայացում պետք չէր, ինձ արդյունք էր պետք։ Ոչ, ասացի ես։ Թող գնան, բայց մեկ-մեկ ու առանց մեքենաների։ Ռուբենը ցնցվեց։ Ոնց թե առանց մեքենաների։ Ես նույնիսկ միանգամից չշրջվեցի նրա կողմը։ Նախ ասացի Մելքոնյանին. այստեղ բոլորը խմել են, դուք էլ եք տեսնում։ Նրանց խիքին ճանապարհ հանել նշանակում է հետո դիակներ ու արդյունքներ հավաքել։ Մելքոնյանը գլխով արեց։ Ուրեմն այսպես։ Մեքենաները մնում են։ Ով կփորձի շարժիչը միացնել, կգնա մեզ հետ ձևակերպման։ Բաքով մի ծանր հառաչանք անցավ։ Մեկը միանգամից հեռախոսը հանեց, մեկը սկսեց շշուկով հայհոյել, բայց վիճել այլևս ոչ ոք չհամարձակվեց։ Ու ահա երբ օտարները սկսեցին կամաց-կամաց հավաքվել, փարանձեմը կողքովս անցնելիս մի վայրկյան կանգնեց ու ցածր, գրեթե քնքշությամբ ասաց. Կարծում եք հաղթեցիք, չէ որ հասկանում եք մենակ չեք ձգելու։ Նա դա ասաց այնպես, կարծես հոգ էր տանում, բայց աչքերը սառն էին։ Ես չպատասխանեցի, պարզապես նայեցի նրա ձեռքի հեռախոսին։ Էկրանը մի պահ վառվեց, ու ես հասցրեցի տեսնել։ Պատկերասրահն էր բացված, իսկ պատկերասրահում իմ անձնագրի լուսանկարներ, հենց նոր արված։ Ներսումս ամեն ինչ լռեց, որովհետև անձնագիրը հենց այնպես ոչ ոք չի նկարում։ Դա անում են, երբ պատրաստվում են ինչ-որ բան ձևակերպել, կամ երբ պատրաստվում են ապացուցել, որ դու այլևս դու չես։ Թղթապանակը սեղմեցի ձեռքերիս մեջ, ու առաջին անգամ այս ամբողջ օրվա ընթացքում ինձ իրոք տագնապալի դարձավ։ Ոչ թե սիզամարքի համար, ոչ թե վիսկիի համար, այլ այն բանի, որ նրանք կարծես թե որոշել են խոշոր խաղալ։ Կանգնած էի ու նայում էի փարանձեմի հեռախոսի էկրանին, որտեղ փայլեց անձնագրիս նկարը, ու ներսումս ամեն ինչ շատ խաղաղ դարձավ։ Ինչպես լինում է անգրոպից առաջ, երբ թռչունները լռում են ու օդը կարծես մածուցիկ է դառնում։ Ես չփորձեցի խլել նրա հեռախոսը։ Չփորձեցի բռնել թևից, որովհետև դա հենց այն էր, ինչին նա սպասում էր, որ ես հունից դուրս գամ, որ հետո հնարավոր լինի ասել. տեսնում եք, նա իրեն չի տիրապետում։ Պարզապես շրջվեցի դեպի Մելքոնյանը ու հանգիստ ասացի. ավակ սերժանտ, խնդրում եմ արձանագրեք, ինձ մոտից լիազորագիր է կորել, եւ այս քաղաքացին լուսանկարել է իմ անձնագիրը, խնդրում եմ սա ներառել նյութերի մեջ։ Փարանձեմը միանգամից պայթեց, ձայնը վերածվեց ճղճղոցի. դե ինչեր եք դուրս տալիս, ինչ լիազորագիր,
Ինչ լուսանկար։ Նա հորինում է, որ մեզ խեղդի։ Նա նորմալ չէ, չեք տեսնում։ Ռուբենը ցնցվեց։ Կարծես ուզում էր նրան լռեցնել, բայց փոխանենը միայն նայեց ինձ ու նորից աչքերը թեքեց։ Նրա թուլությունը ոչ թե խոսքերի մեջ էր, այլ նրանում, որ նա միշտ ընտրում էր ոչ թե կողմը, այլ հարմարավետությունը։ Մելքոնյանը հոգնած նայեց Փարանձեմին։ Քաղաքացի, հանգստացեք, ցույց տվեք հեռախոսի պատկերասրահը։ Չեմ ցույց տա, գրեթե գոռաց նա։ Դա անձնական է, դուք իրավունք չունեք։ Անձնականը այն է, երբ դուք տանն եք ու ոչ մեկին չեք խանգարում, չոր ասաց Մելքոնյանը, իսկ այստեղ կա կանչ, հայտարարություն, եւ տանտիրուհին խոսում է փաստաթղթերի կորստի մասին։ Եթե հրաժարվեք, ես կնշեմ հրաժարումը, ու հետո կբացատրեք հետաքննիչին։ Փարանձեմը հեռախոսն այնպես էր սեղմել, որ մատների հոդերը սպիտակել էին։ Տեսնում էի նա տատանվում է, ուզում է եւ պրծնել, եւ թույլ չտալ, որ իրեն տակ հետքերով բռնեն։ Հետո նա կտրուկ էկրանը թեքեց մի կողմ։ Մի վայրկյան ցույց տվեց դատարկ շապավենը, աճպարարի պես, ու հետ քաշեց։ Այնտեղ ոչինչ չկա։ Գոհ եք։ Մելքոնյանը ոչինչ չասաց, միայն նշում արեց։ Շատ լավ, հրաժարումը եւ խոչընդոտումը ֆիքսում ենք։ Հիմա ամեն ինչ ըստ կարգի։ Ով արդեն հեռանում է ոտքով, տաքսիով, ղեկին ոչ ոք։ Մեքենաները մնում են մինչև առավոտ։ Սա հասկանալի է։ Բաքով մի աղմուկ անցավ, արդեն ուրիշ, ոչ ուրախ։ Հեռախոսները վառվեցին, մարդիկ սկսեցին մեքենաներ պատվիրել, վիճել իրար հետ։ Ով ինչքան է խմել, ով է սթափ։ Ու ամեն մեկը հանկարծ շատ զբաղված դարձավ սեփական ճակատագրով։ Շիկահերը, Փարանձեմի այն ընկերուհին, մոտեցավ նրան, փսփսաց. Փարանձեմ, արի գնանք, ես վախենում եմ։ Փարանձեմը չարացած ձեռքը թափ տվեց։ Գնա, եթե վախենում ես։ Ու այս նախադասության մեջ ամեն ինչ կար։ Նա պատահական չէր այստեղ հայտնվել, նա էր կառավարում։ Մարդիկ ձգվեցին դեպի դարպասները։ Ես կանգնած էի կողքին, բանալիները ձեռքիս, նայում էի ինչպես են մեկ-մեկ դուրս գալիս ու հիշում էի դեմքերը։ Ոչ ոք ինձ վրա այլևս վերևից չէր նայում։ Հիմա նրանք նայում էին այնպես, ինչպես նայում են տանտիրուհուն, ում ձեռքում կողպեքն է, իսկ թիկունքում ոստիկանությունը։ Երբ որջին օտար մարդը հեռացավ, բակում մնացինք միայն մենք։ Ես, Ռուբենը, Փարանձեմը, Մելքոնյանն ու երիտասարդ զուգընկերը։ Ու մեքենաները սիզամարքի վրա, հետքերը սալիկների վրա, իմ լռությունը, որը նրանք դրորել էին։ Մելքոնյանը մոտեցավ ինձ։ Վարդուհի Սամվելյան, մենք կարող ենք բոլորին տանել պարզաբանման, ասաց նա հանգիստ, բայց հիմա գիշեր է, բաժին բացատրություններ, ու ձեր որդին նույնպես կհայտնվի արձանագրության մեջ։ Դուք դա ուզում եք։ Նայեցի Ռուբենին։ Նա կանգնած էր կախված ուսերով, ինչպես դպրոցականը, ում բռնացրել են ստելիս։ Միայն թե դպրոցականը 40 տարեկան է, ու դա արդեն ծիծաղելի չէ։ Ոչ, պատասխանեցի ես, տանել պետք չէ, բայց այն ամենը, ինչ գրանցել եք, խնդրում եմ ձևակերպել ինչպես կարգն է։ Ու նաև պետք է, որ դուք հեռանաք միայն այն բանից հետո, երբ ես նրանցից կվերցնեմ բանալիներն ու կստուգեմ տունը։ Ես այստեղ մենակ չեմ մնա, քանի դեռ չեմ հասկացել ինչ են տարել։ Փարանձեմը քմծի ծաղտվեց, հոգնած, բայց դեռ թունավոր։ Օй Աստված, իմ հետ ինչ պիտի տանեինք ձեզնից։ Մի բան կա թթու։ Ես շրջվեցի նրա կողմը ու ցածր ասացի. Փարանձեմ, դու բանկաներով չես հետաքրքրվում, դու թղթերով ես հետաքրքրվում, ու դա ավելի վատ է։ Մելքոնյանը գլխով արեց զուգընկերոջը։ Նրանք ինձ հետ անցան տան երկայնքով, նայեցին մթերանոցը, արձանագրեցին թափթփվածությունը։ Ես ցույց տվեցի, թե որտեղ էր թղթապանակը, որտեղ էր բանալին։ Այս ամենը տհաճ էր, բայց կարևոր։ Ես ուզում էի, որ թղթի վրա լինի այն, ինչ իրականում եղել է, այլ ոչ թե այն, ինչ նրանք հետո կպատմեն։ Երբ ոստիկանությունն արդեն պատրաստվում էր հեռանալ, Մելքոնյանը կանգնեց դարպասի մոտ ու ինձ ուղղակի ասաց. Ճիշտ արեցիք, որ սկանդալ չսարքեցիք։ Բայց զգույշ եղեք։ Եթե նրանց ձեռքում ձեր փաստաթղթերն ու լուսանկարներն են, նրանք կարող են սկսել կեղտոտ խաղալ, հատկապես ձեր որդու կինը։ Ես դա արդեն հասկացել եմ, պատասխանեցի ես։ Շնորհակալություն։ Բարեկային մեքենան հեռացավ, փոշին նստեց ու բակում խուլ լռություն տիրեց։ Ես դարպասը նորից կողպեցի իմ կողպեկով, բանալին գրպանս, ու այդ ժամանակ շրջվեցի դեպի Ռուբենն ու Փարանձեմը։ Դե ինչ, ասացի հանգիստ, սկսում ենք մաքրությունը։ Ռուբենը բերանը բացեց։ Մամ, բայց ոչ հիմա, արդեն մտնում է։ Դուք չէիք սիրում երեկոյան զվարճանալ, ընդհատեցի ես։ Դե հիմա զվարճացեք։ Աղբը տոպրակների մեջ, սալիկները լվանալ, մանղալը մաքրել, լողավազանը ցանցով անցնել։ Ու քանի դեռ ամեն ինչ այնպես չէ ինչպես կար, դարպասները չեն բացվի։ Փարանձեմը փնթփնթաց,
բայց այդ ձայնի մեջ արդեն վստահություն չկար։ Դուք մեզ փակված եք պահելու։ Պահելու եմ, ասացի ես, ոչ թե որպես պատանդների, այլ որպես չափահաս մարդկանց, ովքեր թափթափել են ու հիմա պիտի հավաքեն։ Նրանք գնացին ակամա, լուր։ Ռուբենը հանեց տոպրակները։ Փարանձեմը պլաստիկի ափսեներն այնպես էր շպրտում, կարծես վրեժ էր լուծում իր բարկության համար։ Ես չէի խանգարում։ Նստեցի պատշգամբում, միացրի լույսը, հանեցի հեռախոսս ու բացեցի բանկային հավելվածը։ Այնտեղ իմ ընդհանուր քարտն էր, որը պահում էի Ռուբենի հետ ամեն դեպքի համար, որովհետև ժամանակին հավատում էի, թե այդպես ավելի ապահով է։ Մի շարժումով ամբողջ գումարը փոխանցեցի իմ հաշվին, իսկ հետո անջատեցի այն քարտի հասանելիությունը, որը նա իր հետ էր պահում։ Ոչ թե ժլատությունից, այլ ինքնապաշտպանությունից։ Հետո բացեցի կոնտակտներս ու գտա փաստաբանիս, Սերգեյի համարը։ Հին ծանոթ էր, հանգիստ մարդ, շատախոս չէր, ու հիշողությունը լավն էր, ինչպես իմը։ Կարճ ձայնային հաղորդագրություն ձայնագրեցի, առանց էմոցիաների, որովհետև էմոցիաները թղթի վրա վատ օգնական են։ Սերգեյ, Վարդուհին է։ Վաղը առավոտյան շտապ անհրաժեշտ է հետ կանչել Ռուբենի անունով լիազորագիրը, ծանուցումներ ուղարկել բանկ ու պատրաստել գույքի պաշտպանության փաստաթղթերը։ Ու նաև հիմքեր ունեմ կարծելու, որ նրանք հավաքում են իմ տվյալները։ Ուղարկեցի ու հեռախոսը մի կողմ դրեցի։ Ռուբենը ներքևում միապաղաղ խշխշացնում էր տոպրակները։ Փարանձեմը խոզանակով քերում էր սալիկները, ու նրանց ամբողջ տոնը վերածվեց ծանր, կպչուն աշխատանքի։ Ես նայում էի այդ ամենին ու հասկանում, նրանք չեն զղջում։ Նրանք ուղղակի բարկացած են, որ ստիպված են վճարել ժամանակով ու ամոթով։ Ու հենց դրա համար էլ տագնապած էի, որովհետև բարկացած մարդը, ով պարտվել է, հազվադեպ է լուռ հեռանում։ Հեռախոսս թրթրաց, Սերգեյից հաղորդագրություն եկավ։ Բացեցի ու մատներս սառեցին։ Ինձ հենց նոր զանգել էին։ Ռուբենն ու կինը արդեն խորհրդակցել են գործունակության սահմանափակման թեմայով։ Շտապ առավոտյան արի, մի ուշացրու, սա լուրջ է։ Հայացքս բարձրացրի դեպի բակը։ Փարանձեմը, կարծելով թե չեմ տեսնում, կանգնել էր աստիճանների մոտ ու ձեռքով բերանը ցածկած շշնջում էր հեռախոսով։ Ու հետո հանկարծ դադարի մեջ ես հստակ լսեցի մի բառ, որից կրծքիս մեջ դատարկություն դարձավ։ Դատարան։ Ու ես հասկացա, նրանք պարզապես չեն նեղացել, նրանք որոշել են ինձ ձևակերպել։ Ես նրանց ոչ մի բառ չասացի հաղորդագրության մասին։ Ոչ թե որովհետև վախենում էի, այլ որովհետև հասկանում էի, եթե հիմա հունից դուրս գամ, Փարանձեմը կստանա այն, ինչ իրեն պետք է։ Այդպիսի մարդիկ ուժով չեն պատերազմում, նրանք պատերազմում են թղթերով ու ուրիշի ձեռքերով։ Ես պարզապես նստած էի պատշգամբում, նայում էի ինչպես են քերում իմ բակը ու հիշում էի ամեն ինչ։ Ռուբենն աշխատում էր լուռ, կուզեկուզ, կարծես նրա վրայից պոկել էին իր ամբողջ չափահասությունը։ Փարանձեմը ձևացնում էր, թե մաքրում է, բայց ավելի շատ ինձ էր հետևում աչքի պոչով, արագ, փշոտ հայացքով, ինչպես մեկը, ով արդեն որոշում է, որտեղ հարվածել վաղը։ Գիշերվա կողմ նրանք ամեն ինչ քիչ թե շատ կարգի բերեցին։ Ոչ այնպես, ինչպես ես եմ անում, բայց արդեն առանց աղբի ու խոտերի վրայի ափսեների։ Ստուգեցի տունը, կողպեցի մթերանոցը իմ բանալիով։ Ռուբենից վերցրի բանալիների կապոցը, որը ժամանակին ինքս էի տվել, ու կարճ ասացի. Վերջ, գնացեք։ Փարանձեմն ուզում էր ինչ-որ բան ասել, բայց Ռուբենը բռնեց նրա արմունկից, ու նրանք լուռ դուրս եկան։ Դարպասը կողպեցի իմ կողպեքով։ Գիշերը գրեթե չքնեցի, ոչ թե վախից, այլ գլխիս մեջ գնացող աշխատանքից։ Ինձ մոտ միշտ այդպես է, երբ փորձանք է լինում, ես չեմ լացում, ես հաշվում եմ տարբերակները։ Առավոտյան շուտ արթնացա, թուն թեյ դրեցի, ճշմանդեղ խմեցի ու գնացի քաղաք, Սերգեյի մոտ։ Նա ինձ դիմավորեց առանց ավելորդ հարցերի, միայն ուշադիր նայեց ու ասաց. «Ճիշտ ես արել, որ միանգամից եկել ես»։ Սեղանին թղթերն էին, արդեն պատրաստված։ Նրանք իրոք վազվզել են խորհրդատվությունների, ասաց նա հանգիստ։ Գործունակության սահմանափակման մասին, գույքի կառավարման մասին, վտանգավոր ծախսերի մասին։ Սա տիպիկ քայլ է, երբ ուզում են ոչ թե պայմանավորվել, այլ խլել լծակները։ Հասկանում եմ, պատասխանեցի ես։ Ինչ ենք անում։ Մենք արեցինք այն ամենը, ինչ արվում է նման դեպքերում, բայց առանց թատրոնի։ Հետ կանչեցինք լիազորագիրը, ծանուցեցինք բանկին, հեռացրինք հասանելիությունները,
Վերաձևակերպեցինք գումարների տնօրինման կարգն այնպես, որ ոչ մի հարազատ չկարողանա մոտենալ հաշիվներիս առանց ինձ։ Սերգեյը պնդեց, որ ես հետազոտություն անցնեմ հոգեբույժի ու թերապևտի մոտ։ Ոչ թե որովհետև կասկածում էր, այլ որովհետև թուղթն ավելի լավ է պաշտպանում, քան խոսքերը։ Անցա։ Հանգիստ։ Բժիշկը նայեց, խոսեց, տվեց եզրակացությունը։ Կողմնորոշված է, քննադատական միտքը տեղում է, որոշումները կայացնում է գիտակցաբար։ Ես նույնիսկ չնեղացա, ես ուրախ էի։ Հիմա դա դրված էր թղթապանակում։ Ու միայն ես չէի, որ գիտեի ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Հետո Սերգեյը ասաց. «Իսկ այն բնակարանը, որտեղ նրանք ապրում են, ինչ ենք որոշում»։ Երկար նայեցի այդ հարցին իմ ներսում։ Մայրական բնազդը փորձում էր գլուխ բարձրացնել։ Դե ոնց կլինի, որդի է վերջի վերջու։ Բայց հիշեցի այն նախադասությունը մանղալի մոտ ու թե ոնց Ռուբենը ժպտաց նրանց հետ։ Ու հիշեցի, թե ոնց էր Փարանձեմը նկարում անձնագիրս։ Որոշում ենք այսպես, ասացի ես։ Ոչ մի անվճար ապրել։ Թող վարձեն կամ տեղափոխվեն այնտեղ, ինչին իրենց ուժը կպատի։ Ես 20 տարեկան չեմ, որ չափահաս մարդկանց պահեմ իմ վրա։ Նա գլխով արեց։ Ձևակերպեցինք ծանոթումը։ 1 ամիս դուրս գալու համար։ Առանց գորգորոցի, պարզապես ժամկետ ու ստորագրություն։ Ռուբենը զանգեց երեկոյան։ Ձայնը ոչ թե չար էր, այլ շփոթված։ Մամ, սա ճիշտ է։ Մեզ վտարում ես։ Այո, Ռուբեն, ասացի ես։ Դա ճիշտ է։ Բայց ուր գնանք։ Դու ունես 2 ձեռք, գլուխ ու կին, որը գիտի հրամայել։ Դե հրամայեք ձեր կյանքին։ Ոչ թե իմ։ Նա երկար լռեց, հետո քամեց։ Դա Փարանձեմն էր։ Նա տաքացել էր, դադարանի մասին։ Նա ուղղակի վախեցել էր։ Ռուբեն, ասացի հանգիստ, վախեցել էր ոչ թե նա, այլ ես։ Ու գիտես ինչն է ամենասարսափելին։ Ոչ թե այն, որ քեֆ սարքեցիք, ու ոչ այն, որ վերցրիք վիսկին։ Ամենասարսափելին այն է, որ դուք որոշեցիք ինձ անգործունակ սարքել, որ ես չխանգարեմ ձեզ ապրել իմ հաշվին։ Սա արդեն ընտանեկան վեճ չէ, սա դավաճանություն է։ Նա փորձեց ինչ-որ բան ասել, բայց ես նրան կանգնեցրի։ Ես քեզ չեմ ատում, ես պարզապես այլևս քեզ չեմ փրկում, դրանք տարբեր բաներ են։ 3 շաբաթ անց նրանք դուրս եկան բնակարանից, լուռ առանց տեսարանների։ Փարանձեմը ոչ մի անգամ ինձ այլևս չզանգեց, միայն մի անգամ գրեց. «Մեկ իլ մենակ եք մնալու»։ Կարդացի ու չպատասխանեցի, որովհետև դա ոչ թե մարգարեություն էր, այլ սպառնալիք, ու ես իրոք մենակ մնացի։ Ու գիտեք ինչ, առաջին անգամ բազում տարիների ընթացքում, առանց ծանրության։ Առաջին ժամանակները անսովոր էր, ամառանոցը մեծ է, լռությունը բարձր։ Առաջ ես կարճած էի նրանց ներկայությունից, որպես ապացույց, որ ես ինչ-որ մեկին պետք եմ։ Հիմա հանկարծ տեսա, որ ինձ պետք չէ օգտակար լինել, հարգանքի իրավունք ունենալու համար։ Իրական կարգուկանոն հաստատեցի, նոր կողպեկ, նոր վահանակ, տեսախցիկներ։ Դադարեցի պահեստային բանալիները պահել հասկանալի տեղում, դադարեցի ամեն դեպքի համար ընդհանուր հաշիվներ պահել ու դադարեցի արդարանալ ինքս իմ առաջ։ Այդ պատմությունից 1 ամիս անց ամառանոց եկավ Մարինան, հարևանուհիս, ում հետ առաջ միայն խանութի մոտ էինք արևում։ Նա նախորոք զանգեց, հարցրեց. կարելի է թե գալ։ Եկավ թխվածքով, նստեց պատշգամբում ու պարզ ասաց. Վարդուհի ջան, թորս տեխնիկում են թունվում, խելքը տեղն է, բայց ճանապարհի ու գրքերի համար փողը չի հերիքում։ Դու ոստիկանությունում ես աշխատել, մարդկանց ճանաչում ես, գուցե հուշես ում դիմենք։ Լսում էի նրան ու մի տարօրինակ միտք որսացի, ահա այն, իրականը, ոչ թե փող դուր, որովհետև մայր ես, այլ հուշիր, որովհետև փորձառու ես։ Ես օգնեցի, ոչ թե քսակով, այլ գլխով։ Զանգեցի, իմացա ուր գնալ, ինչ թղթեր են պետք, ինչ արտոնություններ կան։ Հետո Մարինան նորից եկավ, հետո էլի։ Հետո իմ պատշգամբում սկսեցին մարդիկ հայտնվել, ոչ թե գարեջրով հորդաներ, այլ իմ տարիքի 2-3 կին, նորմալ զրույցներով, թեյով, լռությամբ, որտեղ պետք չէ ոչ մեկին ապացուցել, որ դու պառավ չես։ Ես սուրբ չդարձա ու բարի, միամիտ տատիկ չդարձա։ Ես դարձա պարզապես չափահաս կին, որը վերջապես սկսեց ապրել այնպես, ինչպես իրեն հանգիստ է։ Ռուբենը երբեմն գրում է, կարճ առանց խնդրանքների։ Մի անգամ գրեց. «Մամ, նորմալ աշխատանքի եմ անցել»։ Պատասխանեցի. «Լավ է»։ Մյուս անգամ գրեց. «Կարելի է գալ»։ Պատասխանեցի.
Կարելի է, 1 ժամով։ Մենակ։ Նա եկավ, նստեց լուռ, թեյ խմեց, նայում էր խնձորենուն։ Փարանձեմը կողքին չէր։ Մենք երկար չգրկախառնվեցինք ու չլացեցինք։ Նա գնաց ու ես փակեցի դարպասը։ Ոչ թե չարությունից, այլ սովորությունից։ Ամեն չափահաս մարդ ընտրություն ունի, հարգել սահմանները կամ զրկվել հասանելիությունից։ Ես իմ կյանքում դա շատ ուշ հասկացա, բայց այնուամենայնիվ հասկացա։ Երբեմն երեկոյան նստում եմ պատշգամբում, լսում եմ ծառերի սոսափյունն ու մտածում. այո, ես մենակ եմ։ Բայց այդ մենակությունը դատարկ չէ։ Դա այն մասին չէ, որ քեզ լքել են։ Դա այն մասին է, որ դու այլևս ոչ մեկին թույլ չես տալիս ոտքերը սրբել քո վրա։ Բարոյախրատականն այստեղ պարզ է, առանց սիրուն բառերի։ Եթե հարազատ մարդիկ քեզ չեն հարգում, դա սեր չէ։ Դա օգտվելու սովորություն է։ Ու քանի դեռ լռում ես, նրանք կարծում են, թե կարելի է։ Դադարում ես լռել, սկսվում է պատերազմ։ Բայց պատերազմն ավելի շուտ է վերջանում, քան հավերժական լուր ստերացումը։ Այդ երեկո նորից անցնում էի մանգալի կողքով ու զգացի խորովածի հոտը։ Հարևանն էր միս խորովում։ Երաժշտությունը նրա մոտ ցածր էր, նորմալ։ Ու ես հանկարծ ժպտացի։ Ոչ թե որովհետև ամեն ինչ լավ է, այլ որովհետև ես վերջապես իմ տեղում եմ։ Ու իմ տեղում ես տանտիրուհի եմ, նույնիսկ եթե հյուրեր չկան։ Ես դուրը կողպեցի, թեյնիկը դրեցի, անջատեցի պատշգամբի լույսն ու պառկեցի քնելու։ Հաստատ իմանալով մի բան. վաղը ես սովորական օր եմ ունենալու։ Առանց տոնի, առանց պարավի ու առանց մարդկանց, ովքեր կարծում են, թե ես պարտավոր եմ հանդուրժել։